Բարի երեկո հարգելի հետևորդներ, Արմատ մեդիան շարունակում է աշխատանքը, եթերում հարցազրույցն է, զրուցակիցս այսօր Ժառանգություն կուսակցության համահիմնադիր Ռաֆի Հովհաննիսյանն է։ Բարի երեկո պարոն Հովհաննիսյան։ Բարի բաղամի։ Շնորհակալ եմ։ Ոտքս բարով լինի, ես նոր դակավարում։ Շնորհակալ եմ շատ։ Պարոն Հովհաննիսյան, եւ այսպես ավարտվեցին խորհրդարանական ընտրությունները։ Դրանց մասնակցած 7 քաղաքական ուժ դիմել է սահմանադրական դատարան եւ այդ դատարանից պահանջում են անվավեր համարել այս ընտրությունների արդյունքները եւ նշանակել նոր ընտրություններ։ Հիմնականում սահմանադրական դատարան դիմել են ընդդիմադիր թևում գործող քաղաքական ուժերը, բացառություն է կազմում Արման Բաբաջանյանի կուսակցությունը, նա ասել է, որ ինքն ընդդիմադիր չէ, հա։ Դուք ինչ ակնկալիք ու սպասելիք ունեք նոր ընտրությունների վերջո տեղի կունենան թե ոչ։ Ես նախ դադավոր չեմ, հատկապես այս դատարանի դադավոր քաղաքացի եմ Հայաստանի Հանրապետության, որ որոշակի երկարող արդեն քաղաքական փորձ ունի, քաղաքացիական փորձ, ինչ պետք է վճռի դատարանը, դա արդեն ակնհայտ է, այնքան համադարած հանրագարքային, ինստիտուցիոնալ բլձում գնաց այս ընտրություններում, որ առնվազն ինքը պիտի որոշի այդ նոր ընտրությունները հրավիրել, պահանջել։ Այդ երեք դեղամասերը առանցին խնդիր է իհարկե, դա արդեն ակնփախ է, ինչ պետք է լինի այնտեղ, բայց եթե ունենք շեմ ապահոված չեզոք սահմանադրական չափանիշներին գործող սահմանադրական դատարան, մենք պիտի ունենանք նոր ընտրություններ։ Ընտրությունները գեղձվել են, դարվել են, գողացվել են, խախտվել են միշտ 95 թվականից այսքան, բայց այսքան բիղձ ընտրություն իր ընթացագարկով, իր խորքային ընթերքով եւ նաեւ իր բովանդակությամբ երբեք չի եղել։ Եղել են իհարկե վրիպումներ բոլոր կողմերում, դարբեր կուսակցությունների կողմնակիցները իրենց չափն անցել են, բայց ընդհանուր առմամբ ընտրությունների անաչառության համար պատասխանատու այս իշխանությունն է, որ իր բահվածքով, իր հուշումներով, իր վարք ու փառքով ուղղակի դարել է այս ընտրությունները դեպի ոչ լեգիտիմ հագա օրինագարկ արդյունք։ Պարոն Հովհաննիսյան, ձեր խոսքում երկու անգամ օգտագործեցիք պիղծ ձևակերպումը։ Ինչու եք դուք Փաշինյանի իշխանության օրոք կազմակերպված ընտրությունը համարում պիղծ, եթե իրենք այն մարդիկ են, որոնք մեկ անգամ չէ, որ հայտարարել են, եթե իրենք ընտրակեղծարարություն անեն, իրենց ձեռքերն անգամ կկտրեն։ Ես այլևս չեմ մեկնաբանում իրենց խոսքերը, նախկին ժողովրդավարները, նախկին դեմոկրատները, ովքեր իշխանության եկան հին համագարկը, հին ախտերը, հին մեղքերը շտկելու, ուղղելու, ապաշխարելու խոստումով փաստորեն դարձել են մի փոքրիկ դիկտատորներ, զազրախոս փոքրիկ խունտա, որոնք արդեն պատասխանատվություն չեն ուզում գրել իրենց արդասանած երեկվա կամ առաջի օրվա խոսքի համար։ Այսօրն է խոսում են ինչ ուզում են, որտեղ դա է նպատակահարմարը, դա է պետք այսօր այդ աթորին բազգելու համար եւ որևէ ձևով պատասխանատվության խնդիր չկա իրե, ոչ խոսքի, ոչ վարքի, ոչ հանձնման, ոչ զողողությունների, ոչ հայրենազրկման, ոչ մի բանի համար պատասխանատվություն չկա, բացի սեփական աթորը բահելուց եւ մենք տեսնում ենք այդ վարկը շարունակվում է եւ կտեսնենք վաղը չէ մյուս օրը կամ այս շաբաթվա ավարտին թե որքանով իրապես ենթակա է դատական իշխանությունը, բարձրակույն դատական իշխանությունը իրենց գործադիր հրահանգներին։ Շատերիս մոտ արդեն պետք է ասենք ակնհայտ է արդյունքը, վճիռը, դատավճիռը, բայց բոլորս մարդ ենք, ամեն մեկը հույսի փոքրիկ անկյուն է փայփայում, բահում, որ միգուցե այս անգամ մենք ունենանք այնպիսի լուծում, իրավական, օրինական, որը կվերականգնի մեր երկրի մոտ օրինագարկության լեգիտիմության հույսը նոր ընտրությունների միջոցով։ Դուք ասում եք պատասխանատվություն չեն կրում։ Ինչու չեն կրում, որովհետև ժողովուրդը իրենց թույլ է տալիս չկրել պատասխանատվություն հանձնման, զոհերի, զոհողությունների։ Այս ժողովուրդն է թույլ տալիս այդ մարդկանց չկրել պատասխանատվություն։ Չի ուզում ընդհանրացնել ժողովուրդը, որովհետև ժողովուրդը ի վերջո
այդպես միադար չէ, իրեն դարձել է իրենց դեսակը, իշխանության բերվել է իրենց դեսակը եւ այդ դեսակը ունի հասարակության մեջ որոշակի զորակցություն, որը ես չի ասի մեծամասնություն է, ժողովրդի մեծամասնությունը չէ, բայց ժողովրդի ակտիվ մասի զգալի այսպես հատվածը նաև ենթարկվել է իրենց հրետորաբանությանը բարակտող շատ ֆունդամենտալ ձևով բևերացնող այդ հրետորաբանությանը եւ մարդիկ իրենց բողոքները, իրենց այս բոլոր դարիների դրդունչը գաբել են այդ զազրախոսության հետ։ Եվ դա իհարկե ցավալի է, դա աննախադեպ է։ Միշտ եղել են այս բահերը ընտրությունների ժամանակ, եղել է բևերացում, եղել է վարչական ռեսուրսի չարաշահում, մեր անվտանգության մարմինների սխալ ուղղությամբ օգտագործում, քաղաքական բանդարգալներ, բայց այս հանրագարքային, համագարքային մասշտաբով եւ խորությամբ երբեք չի եղել։ Եվ այն էլ գրգնում ենք եւ բոլորս հալ տեսնում ենք, անկախ նրանից թե 8 տարի առաջ ով ինչպես էր դիրքավորվում, այն մարդկանց մոտ, ովքեր նոր դարաշրջանի դեմոկրատներն են, եկել են որպես փրկիչներ, նոր որակներ, նոր չափանիշներ Հայաստանի ազգային եւ ժողովրդավարական խնդիրները լուծելու համար։ Ուղղակի ավելի մեծ երեսպաշտություն չի եղել մեր քաղաքական դաշտում երբևէ։ Իսկ հիմա ինչ պետք է անեն այն մարդիկ, որոնք այս իշխանությանը ձայն չեն տվել, պարոն Հովհաննիսյան, հայ ժողովրդի բացարձակ մեծամասնությունը ԿՊ-ին ձայն չի տվել։ Հիմա այդ մարդիկ արդյոք կանգնած չեն փաստի առաջ, որովհետև նրանք տեսնում են, որ ընդդիմադիր հատվածի քվեները վաստակած քաղաքական ուժերը կանգնած են դիլեմայի առաջ՝ մանդատը վերցնել, գնալ խորհրդարան աշխատել սովորական ընդդիմադիր կամ չվերցնել, գնալ փողոցային պայքարի։ Հիմա ընդդիմությանը ձայն տված մարդ ինչի առաջ է կանգնած։ Ես կարծում եմ ոչ միայն ընդդիմությանը ձայն տված մարդը, ընդհանրապես հայ ժողովրդի գերագշիր մեծամասնությունը ակնկալում է նոր մեթոդապանություն եւ նոր մոդեցում ընդդիմադիր ներկայացուցիչների կողմից, թե ընտրությունների մասնակցած, թե ընտրություններից դուրս մնացած։ Եվ ես կարծում եմ, որ պետք չէ առաջնորդվել հուզական, այսպես բադմական առաքելության կարգախոսերով, ամեն մեկը այս աշխարհում ուղարկվել է իր առաքելության համար, բայց ունենք համապետական հրամայական Որն է դա։ Նոր կազմակերպվածությամբ, նոր ուղերձով, նորովի առաջնորդությամբ շարունակել այս պայքարը հնարավոր բոլոր ադյաններում եւ բոլոր ուղություններում, դա լինի իշխանական պետական ադյաններ, դատական լինի թե մեկ ուրիշ, մանդատների հարցը ես չէ որ պիտի լուծեմ, բայց մանդատների վերցնելու դեպքում այդտեղ սովորական պայքարի շարունակություն պիտի չլինի, business as usual չի կարող լինել, այդտեղ պիտի լինի այս մինչև այս 5 տարվա ժամացույցի ավարտը փոխել այս աբորինի ոչ լեգիտիմ իշխանությունը ցանկալի է նոր ընտրություններով, բայց եթե պետք է սահմանադրական բոլոր եղանակներով եւ այդտեղ հին փորձարկված, դաբալված, ներգուսակցական, եսասիրական, գուրքային մոդեցումը ուղղակի չի կարող աշխատել։ Այդ նորը ո՞րն է, պարոն Հովհաննիսյան, երբ ասում եք նոր մեթոդներով, նոր ձևերով, մարդիկ չեն հասկանում նորը ո՞րն է, որովհետև իրենց թվում է, որ քաղաքականությունը ունի հստակ պայքարի մեթոդներ, կա քաղաքական պայքարի մասին հստակ գրականություն, եւ այս մարդիկ ընդդիմադիր հատվածը 8 տարի այդ գծով գնացել է։ Նորը ո՞րն է, որ չեն գտնում այդ նոր ձևը։ Նորը այն է, որ յուրաքանչյուր պատասխանատու ուժ, խորհրդարան անցած, թե չանցած, մեծ քվե վաստակած թե ոչ, պիտի հասկանա, որ միանձնյա, միայնակ շարունակել գուսակցական այսպես գլխարկներով եւ նաեւ ինչ որ մի ղեկավարով, ոչդով թե ինչով չի լինելու, պիտի լինի հավաքական պատասխանատվությամբ համապետական այլընտրանք, համազգային այլընտրանք, որը ներառում է ոչ թե մեխանիկորեն բոլոր գուսակցությունները շարված, այլ
մեր բոլոր ոլորտները, մեր բոլոր աշխարհակահաղական ուղղությունները ներառող մի հավաքական գազմ, որը արդեն պատրաստի այլընտրանք է համապետական առաջիկա զարգացումների համար, դրանք լինեն ընդրական, թե ոչ։ Թե դա ինչ է նշանակում, ես չէ որ պիտի առանցին որոշեմ եւ անգամ կարող եմ ասել, եթե իմ բացակայությունն է ձգանելու, օգնելու, որ գայանա այս վերջապես վերգուսակցական լայն քաղաքական ձևաչափը, որ առաջարկում է համազգային լուծում մեր ժողովրդի համար, որ դանելու է խորհրդարանական պայքար, եթե լինելու է այդ պայքարը նոր մագարտագի, ոչ թե գնալ, հետ գալ, քվեդալ, բոյկոտանալ, այլ դա նաև գաբել արտախորհրդարանական զարգացումների հետ, փողոց է, դարբեր տեսակի նախաձեռնություններ են, քաղաքացիական, գյուղական, ոլորտային, սա պիտի լինի մեր ամբողջ հասարակական կյանքը գլանող մի ամենօրյա շարժում, որը ի վերջո պետք է լուծի այս հարցը, որտեղ հեշտ լուծվելու հարց չէ, այս մարդիկ ի դարբերություն նախորդների, ի դարբերություն Օրբանին, չունեն պետական զգացողության, նույնիսկ դարական հյուլ է, որ հասկանան, որ մեր պետության շարունակության համար, մեր ինքնության վերականգնման համար մեր բացակայությունն է պետք, մեր հերացումն է պետք։ Իրենք երբեք այս գիտակցության չեն գա, ուրեմն մեր ժողովուրդը պետք է բարդացրի։ Տեսեք, պետականության պահպանման հետ կապված անցյալ շաբաթ Երևանից 30 կիլոմետր հեռավորության վրա գտնվող Օրդուբադում Արևմտյան Ադրբեջան fake խորագիրը կրող համաժողով էր եւ թուրք եւ ադրբեջանցի պաշտոնյաները խոսում են այն մասին, որ Հայաստանը պետք է ապահովի ադրբեջանցիների անվտանգ բնակեցումը Հայաստանում, այսինքն այս կողմից պահանջ։ Այսօր հայտնի դարձավ, որ Տելեկոմ Արմենիան հուշագիր է ստորագրել Ազերտելեկոմի հետ եւ Ադրբեջանն ու Հայաստանը իրար հետ ստորագրել են ինտերնետ տրաֆիկը վերահսկող համաձայնագիր կամ հուշագիր։ Այսպիսի զարգացումներ մենք ունենք։ Հնարավոր է այսպես սահուն անցում է կատարվում հայ-ադրբեջանական քաղաքական համակարգերի իրար միացնելուն։ Սա դրան տանող գործընթաց է, թե ոչ։ Այո։ Եթե այսպես շարունակվի, կարճ պատասխանը այո։ Հարցային է, թե պիտի մենք թույլ տանք, որ շարունակվի այսպես, թե չէ։ Ինչու անգամ խոսում ենք մեր քաղաքական խոսույթ օրագարկ է մտել ինչ-որ 300,000-անոց ժողովրդի շարժը, դարձը եւ այլն։ Այսինքն մենք ենք, որ դարիների ընթացքում, դասնամյակների ընթացքում եւ հատկապես վերջի դասնամյակում, մենք ենք, որ պիտի ապահովենք Արցախի հանրապետության մեր հայրենագիտների անվտանգությունը։ Պետականորեն մենք չարեցինք, մեր ինքնիշխանության պետականության օրերին թույլ տվեցինք մեղսագից եղան մեր երկրի հայրենազրկման եւ հայրենազավթման եւ դա շարունակվում է ամեն օր քաղաքացիական, մշակութային ժառանգության առումով։ Դա մենք ենք թույլ տվել եւ այսպես կշարունակվի, եթե դրա առաջ կչառնենք։ Մենք ինչու չբարձրացրեցինք Շահումյան, Գեդաշեն, Մարտունաշեն։ Պատերազմի խոսիչը կգանք հարցակվեն։ Կուզեմ ասել, մենք որ մեր իրավունքների հետևից չենք գնացել, իրավահեն իշխանություն չենք ունեցել։ Մենք եկան Նախիջևանի հայություն, Գարդմանկի հայություն, Սումգայիթ, Բաքու եւ այլն, ուրեմն այդ իրավունքների չհետաբնտման պայմաններում իհարկե դիմացի մայթը հարևան բռնապետությունը ինքն է բարձրացնում եւ հիմա իրենք են առաջադար, իրենք են նախաձեռնող, իրենք վերցրել են մեր իրավարարությունը, մեր իրավականությունը եւ իրենք են դա մատուցում որպես իրենց իրավունք եւ մենք լրում ենք, մենք մեզ ասում որ մեր ռազմագերիները դրանք Նուրնբերգի դատաբարդյաններն են, ինչ զավեշտ, ինչ ահռելի անփաստանություն եւ առանց պատասխանի, որ դուք եք, որ պիտի նստեք միջազգային Նուրնբերգի առջև։ Իրենք ուղղակի գուլ են տալիս մեր իրավունքները, մեր արժանապատվությունները, հանուն այն խաղաղության, որ իրական չէ,
Ինչով իրական չէ, որովհետև մեզ հետևող քաղաքացիները հիմա վստահաբար մեր հարցազրույցի մեկնաբանությունների ու բաժնում կգրեն, ինչով իրական չէ, սահմանին չեն կրակում, զինվոր չի զոհվում, ինչով իրական չէ այդ խաղաղությունը, պարոն Հովհաննիսյան։ Դե ձեր հարցը ինչից սկսեց դրանից, որ արդեն բանջներ կան, վերադարձի, անվտանգ գեցության, վաղը մյուս օրը դեսականորեն գկան, հետո արդեն ապահովության խնդիր կհարուցեն այդ համայնքները, սեփական ոստիկանության պահանջ կտնեն, որի հետևում կանգնած կլինի Ադրբեջանի եւ Թուրքիայի պարտներ դարձած, գործընկեր դարձած անվտանգության ուժերը, եւ դրանք արդեն չեն դառնա օկուպացիոն, որտեղ այս իշխանությունը ինքը օկուպացիայի բռնազավթման մի մասնիկն է, ինքը մի եղանակն է, մի գրծեր գործընկերն է ամեն ինչին։ Եվ ինչու, որտեվ հերուն չգնանք, բայց ուղղակի գաբենք իրար հետ պատմական եւ ժամանակակից փոքրիկ այսպես գդորները խճանկարի 100 տարի առաջ այդ մարդիկ ցեղասպանություն կատարած նաեւ Հայաստանը նաեւ բռնազավթված Հայաստանի զգալի մասը Թուրքիա Նախիջևան սահմանի վրա իրանական շահից գնեցին մի քանի կիլոմետրանոց գդոր, որը բացեց սահմանը Թուրքիայի եւ Նախիջևանի միջև, որ երբեք գոյություն չէր ունեցել։ Իսկ 100 տարի անց իրենք արդեն աչքը դրած մեր մնացյալ տարածքի վրա, մեր հայրենիքի փոքրիկ գդորի վրա, Սյունիքը, Մեղրի եւ այլն, իրենք ուզում են ամփոփչացնել այդ մեծ դեսությունը, որ ի վերջո Զիա Գոկալպը, թե Մուստաֆա Քեմալը, թե մեկ ուրիշ քաղաքապարախոսը դեսավ, որ մի օր մենք պիտի ֆիզիկապես, քաղաքապարաբես բոլոր ոլորտներում եւ ասպարեզներում միացնենք թուրքական աշխարհը։ Ոստիկանության թեզը հետեւյալն է. Թուրքիայի եւ Ադրբեջանի հետ առևտուր անենք, տնտեսական քաղաքականությունը կբերի նրան, որ նրանք մեզ չեն ոչնչացնի։ Մենք շահեկան կլինենք որպես առևտրային գործընկեր, պարոն Հովհաննիսյան։ Դա ձեր գործն է, աղավնի, պիտի հարցնեք այս հարցը, բայց չարժի իրենց մեկնաբանել, չարժի այլևս իրենց մեկնաբանել։ Չէ, բայց նույն Սյունիքում, պարոն Հովհաննիսյան, այդ թեզը քարոզարշավի ժամանակ աշխատել է։ Նույն Սյունիքում մարդիկ գնացել ձայն են տվել ԿՊ-ին, որովհետև իրենք մտածում են, որ թրիփի ուղի է բացվելու, առևտուր են անելու եւ իրենք լավ են ապրելու։ Այս ընտրությունների արդյունքները, ինչպես նաեւ իրենց ընթացքը օրինագարկ չեն, լեգիտիմ չեն։ Մենք չենք կարող վերակրել քաղաքացուն այս կամ այն անգամ բարձի կամ դարաշրջանի, որ իրենք այսպես են որոշել կամ այսպես են ընտրել խախտված, գեղձված, երրորդ անգամ ասեմ բղձված ընտրություններ են եւ մենք չենք կարող ճանաչել դրա արդյունքը 5 տարի չի ձգելու այս ամեն ինչը այս փոփոխություն պիտի լինի մեկ կողմից կամ մյուսը pedagogian ըստ էության դաբալում գործանում ի վերջո գամալ այս վիճակից այս հորձանուտից դուրս գալը եւ դրա համար ես կարծում եմ որ այո այդ ամեն ինչը քարոզարշավը ամենօրյա իշխանական քարոզությունը իր հոգեբանական գնիկը կարող է թողնել այս կամ այն քաղաքացու վրա եւ դա բնական է բայց մենք նաեւ վերլուծում ենք Հայաստանի անվտանգությունը հերահար եւ ռազմավարական ասես դիդանգյունով եւ մենք պիտի ասենք որ եթե այսպես շարունակվի եթե որևէ ճանապարհ որ անցնում է որ ընդհանրապես պետք չէ անցնի Հայաստանի հարավով գործարկվի այս կամ այն անվանման տակ իր կանոնագարկը ընդհանրակարգը պետք է լինի երկկողմանի այսինքն այն ինչ որ վերաբերում է ադրբեջանցիներին թուրքերին նույն անխոչնդոտը նույն ձևով եւ հագարակ ուղղությամբ պիտի աշխատի Հայաստանի եւ հայ ժողովրդի համար եթե ադրբեջանցին կամ թուրքը չի ուզում տեսնել այդտեղ անցնելիս չի ուզում տեսնել հայ դեմքը այդպես են ասում չէ ուրեմն մենք էլ Ադրբեջանով Նախիջևանով անցնելիս նույն այդ ճանապարհի հետքերով պիտի չտեսնենք նաեւ օդարազգու դեմքը մենք չունենք նման կարգավորում ունենք միակողմանի հետեւապես դա ինչ է այնտեղ ընթացքում գրել են ինչ որ երրորդ կամ չորրորդ բարբերության մեջ որ փոխադարձ առավելություններ պետք է լինեն բայց մերոնք չունեն այդ բանակցային արվեստը դիվանագիտական խորքը այդ
անգամ դարական դղամարդությունը այդ հարցը փոխադարձության հարցը դնել սեղանի վրա։ Այս իշխանությունը որքան էլ հարց ու պատասխան անենք աղի ունակ չէ միջազգային թատերապեմում դեմ դիմաց հագարագործների հաճս միջազգային հանրության Հայաստանի իրավունքների հարցը անգամ դնելը, անգամ բեռնով արդասանելը։ Ինչու դա պատերազմում պարտված իշխանության սինդրոմ է, թե այլ բան է։ Այդ թվում նաև դա այդ համախտանիշն է, որը իրենց վրա արդեն դարածվում է, դա արդեն անհատական չափանիշ դարձած բարդույթներ են, դա թույլի, վախկոդի, բարդվածի, ուրիշին մեղադրողի, պատասխանատվություն չվերցնողի փոքրիկ իշխանի բարդույթն է եւ այսպես պիտի շարունակվի այն մարդիկ, որոնք դակավին այս կանից հետո անգամ հոխորդում են իրենց մայրաքաղաքներից, մեկ ուղիղ հոխորդում են, մյուսը դիվանագիտական հարաբերությունների հաստատումը, սահմանների բացումը, ցկցկում է, հետացկում է, բادرվագում է։ Նույն Թուրքիան խոստանում էր բացել։ Գուզեմ ասել, որ ինքը գտում է այդ գործընթացը միայն իր շահերը, իր Հայաստանի վերջին նվաստացումը ապահովելու համար։ Եվ ես միշտ գոմնագից եղել եմ ինչպես Հայաստանի դարբեր իշխանությունները, որին ընդդիմադիր հետո եղել եմ, որ պետք է առանց նախապայմանների դիվանագիտական հարաբերությունների փնտրդուք եւ դարբնում մեր հարևանների եւ ինչու՞ չէ նաեւ Թուրքիայի հետ, բայց այստեղ արդեն առանց նախապայմանների չէ, այստեղ գործել ենք սիմետրիան այդից ֆե եւ իրենք իջեցնում են իրենց բանջները, իրենց նախապայմանները եւ այսպես պիտի շարունակվի եւ շատ գեղեցիկ փախուստի լոզում գարկախոս են գտել, որը բոլորն են ակնկալում, ճաշտում, սպասում խաղաղություն։ Այդ խաղաղությունը քեզնից ավելի, ինձնից ավելի, այս դղաներից ավելի որևէ մեկը չի ուզում։ Խաղաղությունը բոլորինս է այդ ցանկությունը, բայց իրենց խաղաղությունը խաբուսիկ է, գեղձավոր է եւ բերելու է վաղը միսոր այնպիսի պատերազմի, որը իսկապես հայ ժողովրդի համար գնաց մահու վերջնաբայքարելի է։ Պարոն Հովհաննիսյան, այս դեպքում ընդդիմության անելիքը խորհրդարանական ընդդիմության եւ արտախորհրդարանական ընդդիմության առավել պահանջարկված է դառնում։ Եթե մեր երկիրը կանգնած է գոյաբանական խնդրի առաջ, հայ ժողովուրդը ակնկալիք եւ սպասում ունի եւ խորհրդարանում գտնվող ընդդիմադիրներից եւ խորհրդարանից դուրս գտնվող ընդդիմադիրներից։ Ինչ պետք է անեն այս գործիչները, որ մենք չունենանք 2021-26 5 տարվա ընդդիմադիր գործունեության նման մի գործունեություն։ Նայեք, սա ես չեմ բողոքում, ես չեմ գանգատվում։ Սա դեղի պիտի ունենար 5 տարի առաջ, կամ առնվազն 5 ամիս առաջ, կամ քարտադրակի 5 շաբաթ առաջ։ Եվ դրա առաջարկները սուսուփուս առանց որևէ հանրային անդրադարձի կամ ալիքավորման մենք կատարել ենք։ Անպայման չէ, որ ամեն մեկը պիտի ամեն մեկի հետ համաձայնվի ճիշտ այդ պահին։ Հիմա թեկուզ ուշացած այդ հրամայականը կա։ Եվ եթե այդ հրամայականը գիտակցվում է բոլոր մասնագետ ուժերի, գուսակցությունների, հասարակական շարժումների, մտավորականների, մասնագետների եւ քաղաքացիների կողմից, ուրեմն մենք պիտի գտնենք այդ բանաձևը, որոշումների կայացման մեխանիզմը, ուղերձը, նպատակը, խնդիրները, որոնք միասին պետք է լուծենք։ Դա ես մասնավոր զրույցներում, երբ որ հետաքրքրություն եղել է, ասել եմ իմ տեսակետը, նորից էլ կասեմ, դա որևէ մի հոգու խնդիր չէ, որ ինքը պիտի համագարկի, բայց ամեն մեկը ունի այս շրջանում իր դերակատարումը։ Մեկը հրաբարակային կլինի, կազմակերպչական, մյուսը կառավարական, երրորդը քարոզչական եւ մյուսը յետնաբեմում իր մասնագիտական խորհուրդներով եւ այլն։ Եթե մենք վերջապես կկարողանանք հասկանալ բայի անհուն լրջությունը, մենք պիտի կարողանանք ոչ թե մեխանիկական համախմբման կամ միասնության նոր գոչեր անել, այլ ըստ էության անել ինչ պետք է մենք անենք մինչև ընտրություններ եւ չարեցինք եւ ստացանք այս արդյունքը ոչ միայն ընդդիմադիր հատվածի կամ ժողովրդի մեղքով, այլ իշխանության բաղվածքով,
Գամա պիտի ունենանք հերթական հետընտրական շրջանը, որտեղ ունենանք ինչ-որ կուսակցությունների շարան, հավաք, միտինգ, խորհրդարանական հարց ու պատասխան, եւ եթե այսպես, ուրեմն այդ 5 տարին էլի չենք ձգելու, բայց այդ 5 տարվա ընթացքում Նախիջևանի հայտարարության ձեր հղումը կդառնա իրականություն, կունենանք անկլավների հարցի զարդուղի լուծում, կունենանք Հայաստանի տարածքային ամբողջականության շարունակվող զիջում եւ կունենանք ի վերջո Հայաստանում բռնապետիկություն, որը դրսում վախ որած կարծում եմ, որ ինքը խաղացող է խաղում է լարերի վրա, մինչև որ մեկն ու մեկը արդեն։ Բայց այդպես չէ։ Այդպես չէ, ինչ։ Այդպես չէ, ինքը դրսում այդ լարախաղացությամբ չի կարողանում նաև 5 տարի իր իշխանությունը պահել այս երկրում։ Ես կարծում եմ, որ այլևս ոչ, բայց կուզեմ ասել, որ դրսում թույլիկի լարախաղացություն է, իսկ ներսում, ինչպես բոլորս ենք ասում են հարցազրույցների մեջ, արյուծ գդրելն է, սեփական ժողովրդին հալածելը, լրակրող է, դասախոս է, քաղաքական գործիչ է, հոգևորական է, սրբազան է, առանց խտրականության այս ձեր նաև ընկերությունը այդ սլակի տակ ընկավ։ Կուզեմ ասել, որ եւ սա արվում է Հայաստանի պետական կառույցների, պետական անվտանգության գոմից, որը փոխանակ պաշտպանի մեր սահմանները, հետապնդի ազգային շահերը, ինքը սպասարկում է մի հոգու տնտեսությունը։ Եվ մենք կամ պիտի կարողանանք դուրս գալ սրանից եւ այստեղ խոսք ունեն ասելու նույն պետական կառույցների արժանի հայրենասեր օրինաբա ծառայողները ինչ անեն, թողնեն դուրս գան աշխատանքից։ Կուզեմ ասել, որ ամեն մեկը պիտի ունենա ամենօրյա ընտրության հնարավորություն։ Իրենք ասում են, բա ինչ անենք, տուն ենք պահում։ Այս կարգախոսով են չէ աշխատում։ Բոլոր ընտրությունների ժամանակ տուն ենք պահել եւ ենթահող ենք ստեղծել այս 30 տարվա ընթացքում այսօրվանը մեր վարկով, մեր դվայդանքով, մեր վախկոտությամբ ընտանիք բահելու մեր այսպես բادرվակով հասանք այս բային։ Հիմա ես ամենահորի դարբերակը չգրկնեմ, բոլորիս արդեն մոդ է այդ հնարավորությունը, որ այս 5 տարվա ընթացքում Հայաստանի Հանրապետությունը ըստ էության անվանմամբ չգիտեմ, բայց ըստ էության վերածվի Երևանի Հանրապետության, ասենք, թե քաղաքապարապես, թե ֆիզիկապես, թե տարածքային առումով։ Եվ եթե մենք պիտի դա կանխենք, պիտի դեմն առնենք, ունենք տարբեր եղանակներ, առաջիկա հնարավոր սահմանադրական հանրակրվեն դա եղանակներից մեկն է, Աստված դա որ մենք կանխենք այդ բանը, բայց եթե չէ, դա պիտի լինի այս անօրինագարկ իշխանության նկատմամբ վստահության հանրակրվե։ Տեսեք, պարոն Հովհաննիսյան, ունի հայ ժողովուրդը ռեսուրս պայքարելու Թուրքիայի եւ Ադրբեջանի աջակցությունը վայելող ԿՊԱ-ական իշխանության դեմ, Նիկոլ Փաշինյանի դեմ։ Մեր ազգը այդ ռեսուրսը ունի, որովհետեւ երբեմն ազգային ընդդիմադիր հատվածը, այսպես չասեմ, արդարանում է, բայց բերում է պատճառաբանություններ, ասում են, որ մենք չենք կարողանում հաջողության հասնել, որովհետեւ Փաշինյանն ունի Թուրքիայի եւ Ադրբեջանի աջակցությունը, ունի Արևմուտքի աջակցությունը, ունի Միացյալ Նահանգների աջակցությունը։ Մեր ազգը ունի այդքան ռեսուրս բոլորի դեմ պայքարելու։ Գարդ պատասխանը էլի այո, մենք ունենք այդ ռեսուրսը։ Այդ աջակցությունների հերթափոխը դրանք մշտական ճշմարտություններ չեն, ասենք Թուրքիան եւ Ադրբեջանը մի կողմ, որ էլի բացահայտ աջակցություն է իրենց, բայց մնացածը Արևմուտքը, Ամերիկա է, Ռուսաստան է, Չինաստան, սրանք այնպիսի գործընկերներ են, որոնք մի օր կարող են իրենց շահի համապատասխան նաեւ զոհաբերեն մեր շահը, բայց նաեւ այնպիսի գործընկերներ են, որոնք Հայաստանի ճիշտ դիվանագիտության, ճիշտ պահվածքի, Հայաստանագենտրոն քաղաքականության իրացման դեպքում դառնան հագագշիր, համագշիր, գործընկեր, համախոհ եւ եթե այդ ցանցային ընդհանրությունը կա եւ Հայաստանը այդ ցանցի մի մասն է, կարելի է նաեւ հագագշրել։
բայց մեկնագրային ճիշտ հարցադրում է եւ նրանք ովքեր արդարանում են ինչպես դու ես ասում, պետք է նաեւ վերանային իրենց սեփական վարքը։ Չեմ ասում, որ գնան խորանի արչեւ կամ որևէ ինչ-որ խոստովանություն անեն հրաբարագավ, ինքնադատաստանի գնան, բայց յուրաքանչյուր նման ասող նաև իշխանության իր շրջանին, եթե եղել է իշխանավոր, ինքը նաև թույլ տվել է այնպիսի վրիբակներ, սխալներ, գործել է մեղքեր, որոնք հողն են, ենթահողը ստեղծել են այսօրվա համար։ Այդ պատճառը հետևանքային գաբը մենք պետք է տեսնենք, պետք է չվախենանք դրանից, պետք չէ արդարացնենք եւ հիմա ինչպես որ միգուցե մարդկային որակ է կամ թուլություն, որ միշտ փորձում ենք սեփական արդարացնել, այդպես չէ։ Մենք արդեն 25-30 տարի թույլ տվեցինք, որ այս վիճակը կայանա եւ թույլ տվեցինք, որ այս մարդիկ կան իշխանության եւ բոլորին մեղադրեն բացի իրենցից։ Դրա համար այդ նույն որ դու ասում ես արդարանում են, նաեւ այնտեղ եւ հաշտում ես միաժամանակ թե ինչ անել հետընտրական այս շրջանում։ Օրինակ Հայ ազգային կոնգրեսը առաջարկում է ստեղծել ոչի շարժում։ Սրանք մեզ կօգնեն, թե սրանք մեզ ուղղակի կտանեն տեսական պայքարի դաշտ։ Այդ համախումբը, որ պիտի կայանա թե ընթացակարգով, գործընթացով եւ ըստ բովանդակության, ինքը կորոշի իր անվանումը, թե ինչ է, հագի ասած ոչն է, թե մեկ ուրիշ բան է։ Բայց ես ասում եմ, որ համախմբումը չի կարող լինել անցյալի գրգնություն, չի կարող լինել տեխնիկական, մեխանիկական, ինչ որ միջազգային փորձագետների խորհուրդ կամ պահանջ, այլ պիտի լինի օրգանիկ էվոլյուցիա, հոլովույթ եւ պահանջարկ ապրող մի նոր առաջարկ հայրենի ժողովրդին, որ երբևէ չի տեսել։ Դուք երբ ասում եք նոր առաջարկ նկատի ունեք նաև բացառապես նոր դեմքեր։ Ոչ բացառապես նոր դեմքեր, բայց նաև նոր ներառական ըստ ոլորտի, ըստ մասնագիտության, անգամ ըստ աշխարհայացքի, որտեղ վաղվա Հայաստանը ամբողջ աշխարհի հետ պիտի վերաբերի։ Ինքը պիտի լինի Հայաստանը կենտրոն, ինքը պիտի լինի ոչ մեկի գրբանի բանը եւ պիտի կարողանա նաև հավասարի առաջի բոլորի հետ։ Եվ դրա համար ասում եմ, որ անհրաժեշտ է, որ մենք դուրս գանք այդ նեղ կուսակցական, նեղ օրիենտացիոն, այսին նախաբաշարումներից, թե այս ուղղությունն է մեզ պետք է Հայաստանը պիտի հիմնվի իր ուղղության վրա, իր իրավունքների, իր շահի վրա, եւ եթե մենք գտնենք այս շաբաթների եւ ամսվա ընթացքում այնպիսի հետդատական հետմանդատների որոշման մի իրականություն, որտեղ կա ոչ թե հատվածական, ոչ թե խորհրդարան կամ արտախորհրդարանական, ոչ թե ռուսամետ կամ արևմտամետ, այլ համազգային, համապետական քաղաքական այլընտրանք մեր ժողովրդի համար, ես կարծում որ մեր շարքային քաղաքացին կգնա ոչ թե դրա հետևից, այլ համակայլ այդ նոր առաջարկի հետ, որը գրգնում եմ 5 տարի հետո բարձրապես չի լինել։ Եվ վերջում, եթե այնուամենայնիվ սահմանադրական դատարանը որոշի, որ անբավեր է ճանաչում ընտրությունների արդյունքները եւ երկրում տեղի ունենան ընտրություններ, ըստ ձեզ Փաշինյանը ավելի մեծ շանսեր կունենա, թե ոչ։ Եթե ամեն ինչ լինի իրավական, արդար եւ եթե այդ մարդու դիմաց լինի համապետական այլընտրանք, որը հաշվարկել է նկատի է արել եւ շտկել է իր սխալները գազམ་ագերբչական, քարոզչական, քաղաքապարական, ռազմավարական, եթե իհարկե այո, իհարկե կունենանք վերջապես ժողովրդին պատկանող իշխանություն, ժողովրդի գամքը կհաղթանակի եւ մենք կունենանք ոչ թե երաշխավորված հաճող ապակա, այլ կունենանք շնչելու հնարավորություն, շնչելու եւ Հայաստանի իրավունքները, արժանապատվությունը վերականգնելու հնարավորություն, որոնք նախապայմաններ են իրական խաղաղության համար։ Շնորհակալ եմ։ Արմատ մեդիայի հարգելի հետևորդներ, հիշեցնեմ զրուցակիցս Ռաֆի Հովհաննիսյանն էր, կհանդիպենք վաղը։